Ցայինը տարեկան շինարար ընկնում է 15 սանտիմետրանոց մեխի վրա, որը ամբողջությամբ իր կոշիկի մեջով անցնում է։ Իրան տանում են ռեանիմացիա, որովհետև ինքը հենց անմարդկային ցավի մեջ է լինում, որ նույնիսկ այդ մեխի թեթև շարժումը իր համար անտանելի ցավ է առաջացնում։ Իրան բազմաթիվ ուժեղ օպիոիդներ են տալի ցավը զրկելու համար, այդ թվում ֆենտանիլ, բայց երբ կոշիկը հանում են, տեսնում են, որ իր ոտքը ընդհանրապես վնասված չի ու այս մեխը զարմանալիորեն անցել է իր ոտի մատերի արանքով։ Ես այս պատմությունը շատ եմ սիրում, որովհետև էսի շատ վառ օրինակ է նրա, որ ցավը միշտ չի, որ ճշգրիտ մարմնի ֆիզիկական վնասվածքների ցուցանիշ է։ Ու այս ահռելի մեծ կարևորություն ունի մարզումների կոնտեքստում, որովհետև եթե դու երկար տարիներ մարզվում ես, դու վաղ թե ուշ ինչ որտեղը ցավացնելու ես ու ինչ որ վնասվածք ես ունենալու, ու սենց դեպքերում շատ կարևոր է այս վնասվածքի հանդեպ ճիշտ վերականգնման մոտեցում ցույց տալ։ Շատերը այս ցավից այնքան են բախում, որ որոշում են ընդհանրապես չաշխատացնել այս ցավացող հատվածը, բայց երկարաժամկետ այս բերումը մենակ ավելի շատ ցավի։ Վնասվածքների մեծ մասի դեպքում ճիշտ մոտեցումը վնասված հատվածը մարզելն է։ Բնականաբար պետք է ցավը հաշվի առնել ու սկսել նես դիմադրությունից, որը շատ ցավ չի պատճառում, ու ժամանակի ընթացքում կամաց ցավը հաշվի առնելով այս դիմադրությունը բարձրացնել։ Բայց ցավից լիովին խուսափելը ու հատկապես ցավից վախենալը երկարաժամկետ մենակ բերում է ավելի շատ ցավի ու հաճախ այս ցավի բնույթը ավելի քրոնիկ է դարձնում հոգեբանական ֆակտորների պատճառով, նույնիսկ երբ հյուսվածքը լիովին ֆիզիկապես վերականգնվել է։ Կարևոր է հասկանալ, որ ցավը շատ կոմպլեքս երևույթ է ու այն չի գալիս մենակ քո մարմնի ֆիզիկական վիճակից, այլ նաև կախված է քո տրամադրվածությունից ու տարբեր հոգեբանական ֆակտորներից։ Իմացեք, որ դուք շատ ավելի մեծ կոնտրոլ ունեք ձեր ցավերի նկատմամբ, քան դուք կարծում եք։